Բարև ձեզ, շարունակելով Python-ի խնդիրների դիտարկումը, հիմա դիտարկենք խնդիրներ, որոնք նվիրված են input հրամանին։ Առաջին խնդիրն ասում է հետևյալը. գրեք ծրագիր, որ մուտքում կստանա ձեր անունը եւ կտպի hello, հետո ձեր անունը։ Then name of user. Okay. Առաջին հերթին պետքա ուրեմն մուտքում ստանանք ինչ-որ տվյալ։ Այդ տվյալը մուտքում ստանալու համար օգտագործում ենք input հրամանը, input գլոբալ։ Սա մեզ ներմուծում է տվյալ։ Այդ տվյալը պետքա միջանկյալ ինչ-որ տեղ պահենք։ Եկեք ստեղծենք name անունով փոփոխական, որի մեջ պահվում է տվյալը։ Փոփոխականի անվանը փոքրինչ ուշ ավելի անդրադարձ կկատարենք։ Ուրեմն input եղավ name-ը եւ այն գրվեց name անունով փոփոխականի մեջ։ Հաջորդի պետք է արտածենք դրանք։ Հիմա print ենք անում։ Արտածում ենք ուրեմն message-ը, որը ծրագիրն ասում էր, խնդիրն ասում էր hello, hello այդ մեկտեղ նաև արտածում ենք այն արժեքը, որ մենք ներմուծեցինք ծրագրի աշխատանքի ընթացքում, դա name-ն է։ Ուշադրություն դարձեք, name-ը փոփոխականի անունն է, դրանով պայմանավորված իան չեն գրում միատանոց շակերտների մեջ ու ինքը խնդիր չի տես, որտեղ name-ի մեջ գրված է input-ի արժեքը։ Հիմա եկեք աշխատացնենք ծրագիրը։ Սպասում է, տեսեք, այստեղ ներքև ինքը սպասում է, որ մենք input անենք ինչ-որ անուն։ Տիգրան, ենթադրենք, enter ենք տալիս hello Տիգրան։ Եվ այսպես սա առաջին խնդրի լուծումն էր։ Անցնենք առաջ փորձենք լուծել միասին հաջորդ խնդիրները, ես սա մաքրեմ ինձ պետք չի։ Երկրորդ խնդիրն ասում է հետևյալը, ուրեմն գրել ծրագիր, որ մուտքում կստանա 3 input-ներ եւ կտպի դրանք կողք կողքի բաժանված space-ով, այսինքն տարածությամբ, էլի։ Եվ print անի single line, ընդհանրապես մեկ տող։ Շատ լավ, ուրեմն 3 արժեք պետք է ներմուծենք։ Եկեք գրենք word, նույնիսկ կանտակի գծիկ 1 դնեմ, հավասար է input, հետո word տակի գծիկ 2-ը էլի հավասար է input եւ մի հատ էլ word տակի գծիկ 3-ը էլի հավասար է input։ Այսպես 3 արժեքներ ներմուծում են ծրագրի աշխատանքի ընթացքում։ Հաջորդի մենք պետք է 3 արժեքներ տպենք մի տողի վրա բաժանված space-ով։ Դրա համար կարող ենք print եւ իրենք փոխանցենք print-ին որպես արգումենտ word 1 ստորակետ word 2 ստորակետ word 3։ Եվ սա եթե աշխատացնենք, ապա այդ 3 արժեքները կներմուծվի ծրագրի աշխատանքի ընթացքում եւ կտպվի մեկ տողի վրա։ Աշխատացնենք ծրագիրը, հիմա սպասում է 3 արժեքներ ներմուծենք։ Name 1, name 2, name 3։ Եվ ահա, տեսեք name 1, name 2, name 2, ստեղ ուշադրություն դարձեք, ես իրենց space-ով եմ ներմուծել ու ինքը space-ով էլ արտածել է, որտեղ այս ամբողջը ընդհանրապես word 1-ի արժեքն է եղել, սա word 2-ի, սա word 3-ի ու այդպես առանձին արտածել է։ Սա երկրորդ խնդրի հետ, հիմա անցնենք առաջ, փորձենք լուծել միասին երրորդ խնդիրը։ Երրորդ խնդիրն ասում է հետևյալը։ Ուրեմն մուտքում ստացվում է 3 input, տարին, ամիսը եւ օրը։ Մենք պետք է արտածենք հետևյալ ֆորմատով. տարի, ամիս, օր, ընդ որում գծիկով բաժանված։ Փորձենք լուծենք խնդիրը։ Ուրեմն նախ հայտարարենք year անունով փոփոխական, որի մեջ կգրենք ծրագրի աշխատանքի ընթացքում տարին։ Հաջորդիվ կհայտարարենք ուրեմն month անունով փոփոխական, որի մեջ էլի կգրենք ամիսը եւ մեզ մնաց day անունով փոփոխական, որի մեջ էլի կգրենք արդեն մեր օրը։ Այսպես։ Ուրեմն տարին, ամիսը, օրը գրվեց։ Հիմա մեզ պետք է դրանք արտածենք, print անենք տարին, month եւ օրը, day։ Ու դրանք պետք է արտածվեն, բաժանվեն գծիկով։ Այսինքն իրենց միջև պետք է լինի միջանկյալ այս գծիկը։ Դրա համար փոխանցում ենք եւս մեկ արգումենտ, դա sep-ն է։ Sep հավասար է եւ sep-ին տալիս ենք գծիկ, որ ամեն մեկի արանքում միջանք այդ այս ստորակետները այլ կերպ ասած փոխանի դրանով։ Նույն խոսքը վերջի ստորակետի մասին չի, այսինքն արգումենտների միջև ստորակետները, սա sep-ը հատուկ արգումենտ է։ Հիմա աշխատացնենք սա։ Սպասում է 3 input, եկեք գրենք այսօրվա ամիս ամսաթիվը 2025 թվական, այսօր 10-րդ ամիսն է, ենթադրենք այսօր ամսի 12-ն է։ Եվ տվեք արտածեց թվականը, ամիսը եւ օրը։ Այս խնդրի հետ կապված, անցնենք առաջ փորձենք դիտարկել հիմա 4 խնդիրը։ Ուրեմն 4 խնդիրն ասում է հետեւյալը. 12 print statements, ուրեմն 12 բան արվում, 12 արժեքներ պետք է տպենք, այս ամսվա 12 անունները, եւ այդ անունները պետք է բաժանված լինեն այս սիմվոլով, աստղանիշ միջանկյալ գծիկ աստղանիշով։ Այսինքն այս հունվար, փետրվար բոլոր ամիսները անգլերենով որ գրված են, սրանք պետք է արտածվեն ու բոլորը պետք է բաժանված լինեն աստղանիշ գծիկ աստղանիշով։ Ինչ փորձենք լուծել սա, ուրեմն print ենք անում
print ենք անում այս բոլոր ամիսները։ Ես սա նախապես եմ գրել, որպեսզի այստեղ ժամանակ չծախսեմ դրա վրա, բայց ուշադրություն դարձրեք ուրեմն հետեւյալի վրա, եկեք գրեմ, համել ցույց տամ, որ ամիսները ամեն մեկը գրված է մի հատ անշակերտը, իրանք իրարից բաժանված են ստորակետներով։ Այս տեսքը պետք է պահպանենք եւ վերջում տալիս ենք սեփը, սեփին տալիս ենք ուրեմն աստղանիշ գծիկ, աստղանիշ այս սիմվոլների հաջորդականությունը եւ փորձում ենք արտածել սա։ Տեսեք, տպեց ամիսները, ամիսների միջանկյալ հատվածում դրեց այս սիմվոլները, աստղանիշներ եւ սրանք։ Սա արդեն 4 խնդրի հետ կապված եւ մեզ մնաց լուծենք 5-րդ խնդիրը, որը փոքրինչ հետաքրքիր է։ Ուրեմն 5-րդ խնդիրը ինչ է ասում։ Մուտքում ստանում ենք 5 հատ արժեքներ, 5 value։ Ուրեմն առաջին 3 value-ները դրանք արժեքներն են, որոնք որ տպում ենք, 4-րդը դա այն արժեքն է, որը պետքա լինի այդ առաջին 3 value-ների միջև։ Այստեղ օրինակի վրա կփորձեմ բացատրել, ուրեմն 5 հատ արժեք է ներմուծում, առաջին 3 value-ները տպում ենք, 4-ը լինում է միջանկյալ արժեքը, որ լինում է այդ առաջին 3 value-ների միջև, իսկ 5-րդը լինում է վերջին արժեքը։ Այստեղ օրինակ է վերված, եկեք ես փորձեմ այդ օրինակի վրա ձեզ ցույց տամ, տեսեք, A, B, C, այս գծիկը ու E։ Հիմա այս առաջին 3 արժեքները տպվում են, 4-ը պետք է լինի միջանկյալ իրաց մեջ, տեսեք AA, հետո միջանկյալ գծիկ, BB, հետո միջանկյալ գծիկ, հետո C, եւ ամենավերջում վերջանում է E-ով, E-ով։ Ու դա լինում է արդեն վերջինը։ Հիմա փորձենք այս ամեն ինչը իրականացնենք միասին։ Նախ եւ առաջ պետք է ներմուծենք 5 հատ փոփոխական, 5 հատ արժեք, word 1, դրա համար հայտարարում ենք 5 հատ փոփոխական, ամեն մեկին վերագրում ենք հետեւյալ արժեքները, input։ Հիմա սա պետք է 5 անգամ կրկնենք, ես սա copy անեմ, որպեսզի ժամանակը տնտեսեմ, 2, 3, 4 եւ 5։ Ապա այս 5 արժեքներն են։ Հիմա 2, 3, 4 եւ 5։ Այս 5 արժեքները հայտարարեցինք, ներմուծեցինք ծրագրի աշխատանքի ընթացքում։ Հիմա պետք է առաջին 3 հատը արտածենք, այսինքն print ենք անում word 1-ը, word 2-ը եւ word 3-ը։ Սա տպում է։ Իրանց միջև պետք է լինի word 4-ը, այսինքն սեփին որպես արգումենտ այստեղ տալիս եմ արդեն word 4 փոփոխականի, word 4 փոփոխականի արժեքը։ Սա լինում է որպես սեփին արժեքը։ Իսկ քանի որ վերջում պետք է մի հատ էլ end ունենամ, հետեւաբար տարբերակներից մեկը այսքան արտածելուց հետո կարծիքով միակ տարբերակը դա է նա, որ իրեն մի հատ փոխանցենք end-ը հավասար է արդեն word-ին։ Ուրեմն ինչա անելու սա։ Տեսեք, առաջին 3 արգումենտները ինքը արտածում է։ Իրանց միջանկյալում դնում է word 4-ի արժեքը, այսինքն word 1-ը տպեց, գրեց word 4-ի արժեքը, տպում է word 2, գրում է word 4-ի արժեքը, տպում է word 3, վերջացավ։ Հետո end-ը, որ հաջորդող պետք է անցնել։ Հաջորդող անցնելու փոխարեն տալիս է word 5-ի արժեքը եւ ամենավերջում նաեւ տպվելու է word 5-ի արժեքը։ Եկեք աշխատացնենք։ Ուրեմն սպասում է արժեքներ AA, եկեք հենց նույն օրինակները փորձեմ բերել, որ տեսնենք։ Ստետակի գծիկ, ստեղ էլ տեսեք, առաջին արժեքը տպեց 4-ին է տպել, հետո երկրորդին, հետո էլի 4-ին, հետո 3-րդին ու 5-րդին։ Այն ինչ որ խնդիրը պահանջում էր։ Բայց ընկերներ, այսքան էլ այս խնդրի հետ կապված կարծում եմ պարզ եւ հասկանալի, եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Լավ մնացեք, կհանդիպենք։